Կենտրոնի եթերում մարտի 14-ի անցուդարձն է, ողջույն, ես Արեգ Գրիգն եմ ու ձեզ կներկայացնեմ օրվա ամենահետաքրքիր, ամենադիտված ու քննարկված թեմաները։ Օրը թեժ է եղել, հագեցած բախումներով, շատ բան ունենք ձեզ պատմելու, մնացեք մեզ հետ։ Երևանի Ազատության հրապարակում բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Նյուզեյեմի թղթակիցը հաղորդել է, որ ոստիկաններից մեկը հայտարարել է, որ ցուցարարն իրեն հարվածել է։ Ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկել։ Բախման հետևանքով մեկ ոստիկան և մեկ ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց։ Դու այդքան կաս, որ ոստիկան խփես, բախում օպերայի տարածքում, իրավիճակը թեժացել է, վերաճել քաշքշուկի, անվայել բառեր ու բախում ցուցարարների և ոստիկանների միջև։ Երբ մի խումբ ցուցարարների ոստիկանները բերման են ենթարկել, ցուցարարների մի մասը նստացույց է սկսել։ Նրանք պահանջել են քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում։ Նրանցից մեկն ասել է, եթե Հայկ Մարությանը հիմա չգա, բենզինը լցնում եմ վրաս ու վառեմ ինձ։ Բարկացած աշխատակիցները հայոյախառ արտահայտություններով ողողել են քաղաքապետին և թաղապետին ու պահանջել վարչապետին ասելով իրավիճակ է փոխվել, բա այսպես է փոխվել, իրավիճակը սա է, քանդելն է իրավիճակը։ Կինը բարձրացել էր տրակտորի վրա, որ թույլ չտա ապամոնտաժել սրճարանը։ Օպերային հարակից սրճարանների աշխատակիցները թույլ չեն տվել, որ տրակտորը շարունակի քանդել իրենց սրճարանները։ Կանայք ճանկռված, պատառոտված կուրտկաներով կանգնած են։ Նաիրա Զոհրաբյանը այցելել է օպերայի էպիկենտրոն և փորձել հաշտեցնել սրճարանների աշխատակիցներին ու քաղաքապետարանի ներկայացուցիչներին։ Կոչ է արել յուրաքանչյուր քայլ համապատասխանեցնել օրենքին։ Տիկին Զոհրաբյանն ասել է, կանաչապատում չի նշանակում, որ մարդկանց պետք է ենթարկել բռնության։ Նման ձևով մարդկանց հետ վարվելը ես չեմ աջակցում։ Իդեպ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տուժել է չհասկացվող իրարանցման մեջ ու ստացել վնասվածք։ Պարոն Աբովյան, Նաիրա Զոհրաբյանը վիրավորվել էր։ Վնասվել էր, այո, ոտն էր վնասվել։ Ինքը սենց ընկավ, ճիշտն ասած, դե երբ որ այդ շարժը սկսվեց, ոստիկաններ, ժողովուրդ, երբ որ ստացվեց, որ հետ եկան և Տիկին Զոհրաբյանը ընկավ, ես եմ հանել ժողովրդի մեջից, ոտն էր վնասվել, բավականին շոկ ապրեց, դե պարզ է, որ Տիկին Զոհրաբյանին շուտափույթ է տարանք այստեղից։ Տիկին Զոհրաբյան ինչ եղավ ձեզ։ Բարոցից ինչ եղավ ձեզ։ Ինչ եղավ իդել եք նոր, փորձեցի միջամտել, որ բախումները կանխեն և բնականաբար
Վնասվել եք, ինչ-որ վնասվածք եք ստացել, Զոհրաբյանի խոսքով իր մոտ տպավորություն է, որ քաղաքապետարանը հակված չէ երկխոսության։ Մենք ուզում ենք կանաչապատ տարածք, բայց դա չպետք է լինի քաղաքացու շահը ոտնահարելու հաշվին, ասել է Զոհրաբյանը վնասվածք ստանալուց հետո։ Ես խնդրում եմ առանց աղմուկի, աղմուկով հարց չենք լուծելու, քաշ քշելով բռնությամբ։ Մենք մի հատ եկեք զրուցենք, հետո հրավիրեք, Իմ տնօրեններին դեմ եմ գնացել, Նիկոլի համար պայքարել եմ, որ այսօր քանդեն սրճարանը, բորբոքված աշխատակիցը ասել է, ես գոռացել եմ դուխով, որ այսօր ինքը փակի սրճարանը։ Դեմ եմ գնացել իմ տնօրեններին, պայքարել եմ Նիկոլի համար, ճիշտ բան եմ ասում, լսեք սա։ Դեմ եմ գնացել իմ տնօրենին, ինչի համար, ես չեմ ուզում արտահայտվեմ ինչի համար, բայց երևի բոլորը կհասկանան սա ում օբյեկտն է, բայց ես պայքարել եմ Նիկոլի համար, գոռացել եմ դուխով։ Խի, որ այսօր ինքը փակի սրճարանը։ Ոչ, չհանեցի, որովհետև ես աշխատում եմ մարգարտակով մարդկանց հետ։ Դավայ ստուց, օպերայում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները իրենց բողոքի ակցիան շարունակել են մեր բակից հայտնի ես լավ տղա եմ երգի ներքո, որը ժամանակին կատարել է Երևանի այժմյան քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ցուցարարներն այսպիսով հավանաբար ակնարկել են, որ քաղաքապետն իրեն լավ տղայի տեղ է դրել ու իրենց ասում է դավայ ստուց։ Ինքից ասելա ասելա ես իրար խոսում եմ մեկը մոտեցա ընգերուս ասում եմ շարմ ասա Քաղաքապետն աշխատասենյակում նստած ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ։ Երևանի ավականու լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր Facebook-յան էջում գրել է. Տպավորությունը, որ այս երկրում որևէ բան չի փոխվել, նույն կարմիր բերետավորները, անտանելի պահվածքով ու կեցվածքով, ժողովրդին քաշքշող ու հարվածող ոստիկանները նույն գործելավոճը։ Դե քաղաքապետն էլ նույն աշխատասենյակում նստած ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ, թաքնվելու փոխարեն։ Բաներ փոխվել։ Չէ, չեմ լսել։ Նամուսն էլ է լավ բան։ Անցուդարձի երկրորդ հատվածում ձեզ կներկայացնեմ թերթերի անցուդարձը, թե ինչպիսի պատկեր ունի մարտի 14-ի մամուլը, հենց հիմա առաջարկում եմ միասին աչքի անցկացնենք թերթերի աղմկահարույց հոդվածները։ Նոր վարկեր, պարտքեր նվազեցնելու Փաշինյանի կառավարության խոստումների փոխարեն Ժողովուրդ թերթը գրել է Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ։ Ժողովուրդ թերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 943.6 միլիոն դոլար։ Տարեսկզբին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 6 միլիարդ 922.9 միլիոն դոլար էր, այսինքն 2 ամսվա ընթացքում այն ավելացել է 20.7 միլիոնով։ Այս գումարի մեծ մասը կառավարության պարտքն է 6 միլիարդ 393.6 միլիոն դոլար, որից 4 միլիարդ 977.2 միլիոն դոլարն արտաքին պարտքն է։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի սկզբանե որդեգրեց Հայաստանի Հանրապետության պետական պարտքը նվազեցնելու քաղաքականություն, հրաժարվելով նոր վարկային միջոցներ ներգրավելուց, սակայն հիմա կառավարությունը հայտնվել է նոր պարտք վերցնելու պարտադրանքի առաջ, միայն թե ի տարբերություն նախորդ իշխանությունների կառավարության վերցրած պարտքերն ավելի համեստ չափերի են եւ բացի այդ գումարները ծախսվում են ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե մսխվում կամ գրպանվում։ Աշխատավարձերից պահումներ կարվեն նոր փորձություն ազգային ժողովի աշխատակիցների համար, գրել է Հրապարակ թերթը։ Ազգային ժողովի աշխատակիցներին նոր փորձություն է սպասվում։ Ամենայն հավանականությամբ եկող ամսվանից բոլոր ուշացողների կամ աշխատանքից շուտ հեռացողների աշխատավարձից պահումներ կարվեն։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը զգուշացրել է, որ կարող են ուշանալ ընդամենը 15 րոպե։ Ամենաուշը առավոտյան 9-ից 15-ին պետք է աշխատավայրում լինեն եւ հեռանան երեկոյան 6-ից հետո։ Եթե ոչ, պետք է զեկուցագրեր գրեն հիմնավորելով պատճառները, հակառակ դեպքում պահումներ կարվեն։ Թե ինչ չափով դեռ չեն որոշել։ Ինչպես հայտնի է, աշխատակազմը մուտք է գործում հատուկ քարտերով եւ ֆիքսվում է դուրս գալու եւ մտնելու ժամը։ Նոր նախագիծ, ոչ թե խնդիրը կլուծվի, այլ 400-ից ավելի մարդ գործազուրկ կդառնա։ Ժողովուրդ թերթը գրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել վիճակախաղերի մասին եւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուկմեկերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում։
Նկատենք, նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը։ Բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն։ Դրանց փակման հետևանքով տնտեսական խնդիրներ կարող են ստեղծվել։ Քաղաքականությունը Վանեցյանի հաջորդ հանգրվանն է, ժամանակ թերթն է գրել։ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ավելի ու ավելի է հակվում դեպի քաղաքականություն։ Հենց այդ ցանկությունների շրջանակում պետք է դիտարկել Արցախում վերջին հայտարարությունը ազատագրված տարածքները բնակեցնելու վերաբերյալ։ Վանեցյանին շատ լավ են վերաբերվում Արցախում, դա էլ կարող է Վանեցյանի քաղաքական հեռանկարին օգտակար ակտիվ համարվել։ Եթե իշխանությանը հաջողվի հաղթել մեդիա պատերազմում, կասկած չկա, որ Վանեցյանի հաջորդ հանգրվանը քաղաքականությունն է, անկախ նրանից, թե գործող ուժից քանիսն են համաձայն այդպիսի հեռանկարի հետ։ Շարունակում ենք թողարկումը։ Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է, խոսել է եւ ասել է. ամեն ինչ հիմարություն է։ Զրույցում ասել է նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։ Նշեմ, որ միջնորդության քննությունը վերսկսվել է այսօր առավոտյան ժամը 10-ին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությանը, ասել է պաշտպան Ռուբեն Սահակյանը։ Ուրիշ կարող եմ ասել, ապացուցվեց, ջուր է։ Իսկ ինչ է ասում Քոչարյանը, ասում է կալանքը։ Ինչ է ասում։ Բոլորը կրկնեմ։ Երկու կարևոր բան ասում։ Լիքը կարևոր բան է ասում։ Ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Առաջին Ասիանի դատարանի որոշմամբ բավարարվել էր հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել էր։ Գրավատների եւ փոխանակման կետերի աշխատակիցները այսօր եւս հավաքվել էին կառավարության շենքի առջեւ եւ պահանջել, որ վերախմբագրել պետական турքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում սպասվող փոփոխությունները։ Ուղղակի հաշվարկի արդյունք չի, մենք տենց ենք գտնում։ Եթե հաշվարկ անեին, լրիվ այլ թվեր կստանային կամ ընդհանրապես չէր փոփոխվի։ Այս նախագիծ ընդունելու դեպքում մոտավորապես 95%-ը գրավատների եւ փոխանակման կետերի ամբողջ հանրապետությունում խաղակվելու է, որտեղ 1000-ից 1200 աշխատող առանց աշխատանքի մնալու։ Ահա այսպիսին էր մարտի 14-ի անցուդարձը։ Դիտեք մեզ ամեն օր Էպիկենտրոնի թողարկումից անմիջապես հետո կներկայացնենք մամուլի ուշագրավ հրապարակումներն ու կքննարկենք սոցիալական ցանցերի ամենահետաքրքիր գրառումները։ Ձեզ խաղաղ եւ անվրդով գիշեր եմ ցանկանում։ Ես Արեգ Գրիգն եմ։